Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1210-րդ օրն է։ Շատերը ձեզանից երևի արդեն գիտեն կամ մեր Telegram ալիքից կամ այլ աղբյուրներից Պուտինի հերթական փորձի մասին գիշերը սպանել քնած մարդկանց Ուկրաինայում։ Իրանի շուրջ օղակը սեղմվում է, իսկ Իրանն ահաբեկչական Կրեմլյան ռեժիմի կարևոր արբանյակներից է։ Աշխարհը փոխվում է մեր աչքի առաջ, հին բռնապետությունները սկսում են փուլ գալ մեկը մյուսի ետևից։ Սկսվել է փոքրերից, հիմա հերթը գնալով հասնում է մեծերին։ Իրանը մասը գործընթաց է, բայց դեռ ոչ ավարտ։ Ահա թե ինչու այս ամիսներին ես իմ եթերներում եւ փորձագետների հետ հարցազրույցներում նախազգուշացնում էի հնարավոր փոփոխությունների մասին եւ կոչ անում հայկական իշխանություններին քայլեր ձեռնարկել։ Մի բան ակնհայտ է, հնարավոր չէ ոչինչ չանել եւ ամեն ինչ աշխարհագրությամբ արդարացնելը պարզապես մանկամտություն է։ Հայաստանի աշխարհագրական դիրքը նույնն է ինչպես միշտ, բայց աշխարհը մեր շուրջ փոխվում է։ Այսպիսի երկրները ինչպիսիք են Հայաստանը պետք է անընդհատ շարժվեն եւ ժամանակի ճիշտ քայլեր անեն պահպանվելու համար։ Դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև բազմաթիվ այլ երկրներին, այդ թվում նաև Ուկրաինային։ Իշխանությունները պետք է մտածեն ոչ թե վերարտադրության, այլ պետության պահպանման մասին։ Առաջիկա օրերն ու շաբաթները շատ վճռորոշ են լինելու եւ հենց մեզանից է կախված ինչպիսին է լինելու ապագան թե Հայաստանում, թե Ուկրաինայում։ Ժամանակակից աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է, Իրանում տեղի ունեցող իրադարձությունները ազդում են ողջ տարածաշրջանի եւ նույնիսկ դրանից սահմաններից դուրս գտնվող երկրների վրա։ Պուտինը խոճապի մեջ է տեղի ունեցողից եւ բնականաբար սեփական գոյությունը պահպանելու համար նա նոր հանցագործությունների կդիմի, հնարավորն էլ ավելի ծանր հանցագործության փորձեր։ Այսօր անալիտիկա ալիքի եթերում ես խոսեցի այն մասին, թե ինչպես է Պուտինյան ռեժիմն արդեն փորձում ավելի ակտիվ կերպով կիրառել քիմիական զենք Ուկրաինայի ռազմաճակատում, իսկ գիշերային հարվածները ուղղակի ահաբեկչական բարբարոսություն են խաղաղ մարդկանց հանդեպ։ Սա սովորական այլասերված ահաբեկչի հոգեբանություն է։ Եթե ինքը կործանվում է, ապա փորձում է ավելի շատ կործանել շուրջ բոլորը գտնվողներին, հուսալով, որ իրենից մի փոքր կհեռացնի վտանգը։ Սա վախկոտ Պուտինի ձեռագիրն է, որը հանգամանքների բերումով հայտնվել է ռուսական պետության գահին, ռուս հանրությունն է սա թույլ տվել։ Ես արդեն եթերներումս ասել եմ, որ երբ մի հանրությունում շարունակ Ստալիններ եւ Պուտիններ են ի հայտ գալիս, ապա դա հիվանդ հանրություն է։ Ես նաեւ զգուշացրել եմ այդ ռելոկանտ կոչեցյալների մասին Հայաստանում եւ այլ երկրներում։ Նրանց ժպիտների հետևում իրենց կայսերապաշտությունն է թաքնված։ Նրանք Ստալին եւ Պուտին գահի բերող մարդիկ են եւ ժպիտը զուտ դիմակ է։ Նրանք Հայաստանում ապրելով կամ այլ երկրներում ապրելով հարկեր են մուծում Պուտինի ռեժիմին նորանոր հրթիռներ ստեղծելու համար Ուկրաինայի քնած եւ արթուն մարդկանց սպանելու համար։ Ռուս իմպերիալիստները վտանգավոր թշնամիներ են։ Նրանք սպանում են բարեկամ ձևանալով։ Ահաբեկիչները պետք է զգան ցավը։ Զելենսկին ուղեր ցաղեց աշխարհին։ Հունիսի 17-ի գիշերը Ռուսաստանը հարձակում է իրականացրել Ուկրաինայի մայրաքաղաքի վրա, օգտագործելով թե կասետային հրթիռներ, թե կամիկադզե դրոններ եւ թե բալիստիկ հրթիռներ։ Ընդհանուր առմամբ արձակվել է ավելի քան 440 կամիկադզե դրոն եւ 32 հրթիռ, ներառյալ նաեւ բալիստիկ տեսակի։ Այս մասին հայտնել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ռուսական հարվածների տակ հայտնվել են ոչ միայն Կիևը, այլև Կիրովոգրադի, Ժիտոմիրի, Չեռնիգովի, Նիկոլաևի մարզերը, ինչպես նաև Օդեսան եւ Զապորոժիան։ Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները մարդկանց դուրս բերելու համար փլատակների տակից։ Զելենսկին ընդգծել է, որ ամբողջ աշխարհը պետք է արձագանքի ահաբեկչական հանցագործություններին։ Մեջբերեմ ցավը պետք է զգան ահաբեկիչները, ոչ թե սովորական խաղաղ մարդիկ, ասել է Ուկրաինայի նախագահը։ Կիևում մեր եթերի նախապատրաստման պահին զոհերի թիվը 19 մարդ էր, վիրավորների թիվը վաղուց գերազանցել է 100-ը։ Փրկարարական որոնողական գործողությունները շարունակվում են, հնարավոր է զոհերի թիվը ելի ավելանա, դժվարներ կան նաև այլ մարզերում։ Կիևում զոհերի ամենամեծ թիվը այն շենքում է, որտեղ բալիստիկ հրթիռը քանդել է բազմահարկ շենքի մի ամբողջ մուտք։ Երեկվա եթերից հետո որոշ մարդիկ իներցիայով փորձում էին պաշտպանել Իրանին, ասելով, թե հարվածները իբր Իսրայելի կողմից են։ Ահա ձեզ հերթական օրինակը ինչ է լինում, երբ ժամանակին աշխարհի գերտերությունները հարված չեն հասցնում ագրեսորին։ Երբ ժամանակին չկանգնեցրեցին Ռուսաստանը, հիմա ռուսական ռեժիմը խաղաղ մարդկանց է սպանում։ Ահա հենց այս պատճառով է, որ քաղաքակիրթ աշխարհը փորձում է կանխարգելիչ կերպով ոչնչացնել մահաբեր զինանոցները բռնապետական երկրների տարածքում։
Ցավոք երբեմն շատ ուշացումով են դա արվում, դրանք արվում։ Իսկ ռոպագանդան շարունակում է լվանալ մարդկանց ուղեղները։ Երեք Դոնալդ Թրամփը կտրուկ լքեց մեծ յոթնյակի գագաթնաժողովը, պատճառաբանելով դա ամերիկան կրկին հզոր դարձնելու իր ձգտումով եւ փորձեց դա կապել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետ, սակայն անցել է բավական ժամանակ եւ Ամերիկայի կողմից իրական ազդեցիկ քայլերը իրավիճակի վրա ազդելու ուղղությամբ չեն նկատվել։ Սա հիմք տվեց շատ միջազգային առաջնորդների համար մտածելու, որ Թրամփը պարզապես փախավ ազնիվ քաղաքական քննարկումից, քանի որ նոր բան ասելու ուղղակի չունի աշխարհի գերտերությունների ղեկավարներին, դե Պուտինի ինքերը ինչ պետք է ասի նորմալ մարդկանց։ Այս առնչությամբ իր կարծիքն է հայտնել նաև Էմանուել Մակրոնը, անդրադառնալով Մակրոնի հայտարարություններին, Թրամփը չգտավ ավելի լավ լուծում, քան անցնելով վիրավորանքների։ Թրամփը հայտարարեց, թե Մակրոնը նույնիսկ պատկերացում չունի, թե ինչ կարևոր գործեր ստիպեցին իրեն ժամանակից շուտ լքել Կանադան։ Թրամփը Մակրոնին մեղադրեց նրանում, որ վերջինս պարզապես մեջբերեմ հասարակական ուշադրության կարիք ունի։ Ինչեր է խոսում, չէ՞ Թրամփը։ Նա ընդգծեց, որ եթե Մակրոնը իրոք կարծում է, թե ինքը հեռացել է Կանադայից աշխատելու Թեհրանի եւ Երուսաղեմի միջև հրադադարի վրա, ապա նա լրջորեն սխալվում է։ Թրամփը պնդում է, որ Մակրոնը սխալ է մեկնաբանել իր վերադարձի պատճառները, հավելելով, թե դա շատ ավելի լուրջ բան է։ Եվ միգուցե մարդու զեցել է քնի պարզապես։ Ցանկացած դեպքում միտումնավոր թե ոչ, Էմանուելը միշտ սխալ է հասկանում, գրել է Թրամփը իր սոցիալական ցանցում։ Միջազգային վերլուծաբանները չեն բացառում, որ Թրամփը նեղացել է Մակրոնից, ով վերջերս այցելել էր Գրենլանդիա Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի հետ միասին։ Բացի այդ, Մակրոնը հրաժարվել է աջակցել Թրամփի գաղափարին, որի համաձայն Պուտինը պետք է հանդես գար որպես միջնորդ Իսրայելի եւ Իրանի միջև բանակցություններում։ Հիշում եք, ես իմ եթերներում ասում եի, որ մեծ յոթնյակի հանդիպմանը մեծ ինտրիգ կա, այն ինտրիգան տեսանք, Թրամփը պարզապես փախավ։ Մեծ յոթնյակի գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում էր Թրամփի հանդիպումը Զելենսկու հետ, սակայն հանդիպումը չի կայանա, պարզապես Թրամփի փախուստի պատճառով։ Թրամփի այս խոճապահար պահվածքը ի հայտ է բերում փորձ իր անգործությունը ներկայացնել որպես ակտիվ գործունեություն։ Նա փորձում է ժամանակ շահել սոցցանցերում գրառումների միջոցով, որպեսզի խուսափի անդառնալի քայլերից ուղղված Պուտինի ռեժիմի դեմ։ Բայց որքան ժամանակ նոր Ամերիկայի նախագահը կկարողանա դիմակայել արտաքին եւ ամենակարևորը ներսից եկող ճնշմանը, դա էլ ցույց կտա ժամանակը։ Թրամփը ստիպված է լինելու կայացնել որոշում, կողմ է նա արդյոք քաղաքակիրթ աշխարհին, թե Պուտինին։ Բացահայտ կանգնել Պուտինի կողքին նա չի կարող, ուստի փորձում է մանևրել։ Իսկ մինչև Թրամփը ձգում է ժամանակ, Պուտինը շարունակում է սպանել մարդկանց։ Վերջին ամիսներին Պուտինյան ահաբեկչության ակտիվացումը կապված է հենց այդ հույսի հետ, թե Թրամփը կփրկի իր կրեմլյան ընկերոջը։ Թրամփի Ամերիկան կորցրել է իր ազդեցությունը աշխարհում, միևնույն ժամանակ Թրամփը ակտիվորեն ձևեր է թափում, փորձելով ազդել նրանց վրա, ովքեր իներցիայով դեռ կարծում են, թե Ամերիկան է ամեն ինչ որոշում։ Ամերիկան միգուցե կարող էր, բայց ոչ Թրամփի Ամերիկան։ Ամերիկան մեծ երկիր է, բայց ոչ Թրամփի Ամերիկան։ Պետք է ֆիքսեմ, որ շատ վերլուծաբաններ նաև Հայաստանում շատ սխալվում են, մտածելով, թե Ամերիկան է Իսրայելին ճանապարհ բացել դեպի Իրան, ոչ, Իսրայելը ստիպված է գնացել այդ քայլին։ Ես Իսրայելի պատճառները արդեն ներկայացրել եմ երեկվա 3-4 օրվա եթերներում։ Անցնենք ուկրաինական գործերին։ Ուկրաինական ուժերը ամեն օր շարունակում են ոչնչացնել ռազմական եւ նրանց ուղեկցող օբյեկտները, ինչպես օկուպացված տարածքներում, այնպես էլ Ռուսաստանի խորքում։ 3 ուկրաինական կողմի աշխատանքը զգացել են եւ ռազմաճակատում եւ օկուպացված տարածքներում եւ Ռուսաստանի խորքում։ Կադրերը ինչպես միշտ մեր Telegram-յան ալիքում են։ Ուկրաինական ուժերը ի տարբերություն հակառակորդի հարվածներ են հասցնում օկուպացված տարածքներում եւ հակառակորդի թիկունքում բացառապես ռազմական եւ մերձ ռազմական թիրախների։ Ռազմաճակատում իրավիճակը լարված է, գրանցվել է 186 ռազմական բախում, մարտեր են ընթանում 9 ուղղություններով, թշնամին նորից զգալիորեն կորցնում է կենթանի ուժ եւ զինտեխնիկա։ Շարունակվում է Ուկրաինայի զինված ուժերի գործողությունը Կուրսկի մարզում, անցած օրվա ընթացքում այնտեղ տեղի է ունեցել 14 մարտական բախում տարբեր ինտենսիվությամբ։ Անցած օրը Ուկրաինայի 8 ուժը, հրթիռային զորքերը եւ հրետանին խոցել են ռուսական զավթիչների կենթանի ուժի եւ տեխնիկայի կուտակման 14 հատված։ Գիշերը Ռուսաստանը հրետակոծել է առաջնագծին մոտ եւ սահմանային գոտում գտնվող խաղաղ բնակավայրերը, իսկ դրոններով եւ հրթիռներով նաեւ այլ մարզերի բնակիչներին։ Երեքշաբթի գիշերը ռուսական զավթիչները Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 472 դրոններ եւ տարբեր տեսակի հրթիռներ։ Թշնամու թիրախների մեծ մասը հաջողությամբ խոցվել է ուկրաինական հակաօդային պաշտպանության կողմից, սակայն ցավոք որոշ հարվածներ, որոնք ֆիքսվել են տարբեր շրջաններում եւ մասնավորապես Կիևում, դարձել
դարձել են մահաբեր խաղաղ բնակիչների համար։ Անցած օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացրել են ռազմաճակատում 1060 օկուպանտ եւ 281 միավոր թշնամական զինտեխնիկա։ 22 թվականի փետրվարից ի վեր Ուկրաինայում ռուսական ընդհանուր կորուստները գնահատվում են մոտավորապես 1.6120 զավթիչ։ Այսքանը մեր կարճ թողարկման համար, շնորհակալություն, որ մեզ հետ եք, խնդրում եմ ակտիվորեն տարածել մեր եթերը, մի մոռացեք, խնդրում եմ լայքերի եւ մեկնաբանությունների համար, սրանք սոցիալական ցանցերի ալգորիթմների համար են, որ եթերը լավ տարածվի։ Ձեզ լավ երեկո եմ մաղթում, մինչ նոր հանդիպում։